տեսեք դուք այսպիսի մեկնաբանություններ ամեն դեպքում կան դաշտում, որ Նիկոլ Փաշինյանը սնվում է նախկին նախագահների, մասնավորապես Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի դաշտում լինելու հանգամանքով։ Եթե նրանք մտնում են ընտրապայքարի մեջ, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի շանսերը մեծանում են։ Օրինակ, երբ որ նորաստեղծա ուժի ներկայացուցիչը հայտարարում է չպետք է լինեն նախկիները, հավանաբար նաև դա նկատի ուներ։ Հիմա դուք օրինակ կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, եթե լինում է նախկիներից որ մեկը լինում է ընտրապայքարի մեջ, դա Նիկոլ Փաշինյանի շանսերը ավելի մեծացնում է։ Դուք այս հարցի մասին ինչ եք մտածում։ Միանշանակ ոչ, դա նիկոլական խոսույթ է, այդ խոսույթն է նպաստում Նիկոլի վերարտադրությանը։ Մենք կարծում ենք, որ պետք է ընտրություններին ձևավորել մասնակցել մի քանի փոքր դաշինքները, մարդկանց ներկայացնել այլ ընտրանքներ, հնարավորություններ, ծրագրեր եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թող ընդդիմության միջից ընտրի որ թիմն է, որ ինչ ծրագիրն է, որ կարող է երկիրը այս իրավիճակից դուրս բերել։ Հայաստան դաշինքը նախորդ ընտրություններին ստացել է շուրջ 280,000 քվեներ։ Նախորդ ընտրություններին մասնակցած մյուս 23 կուսակցությունները ըստ էության շեղը չեն հաղթահարել։ Եվ որևէ մեկը այդ բարոյական, քաղաքական իրավունքը չունի այդ պահանջով հանդես գալ։ Մենք երբեք որևէ մեկին չենք ասում մի մասնակցել ընտրություններին, ընդհակառակը շատ անկեղծ հայտարարում, որ շահագրգռված ենք, հետաքրքրված ենք, նաև նոր ձևավորվող ուժերը կարողանան ազդեցիկ ներկայություն ունենալ խորհրդարանում։ Եվ որքան նման ուժերը եւ բլոկները շատ լինեն, այնքան այսօրվա իշխանության հեռացման միջավայրը ավելի բարենպաստ կլինի։ Հետևաբար ցանկացած ուժ պետք է պայքարի հատկապես Էլիմադի դաշտի ուժերը ոչ թե միմյանց դեմ, միմյանց թիրախավորելով, կամ մեկ թիրախավորող իշխանությունը, իսկ մրցակցություն, միմյանց քննադատությունը շատ նորմալ է վերաբերվում եւ այդ ազատ մրցակցության պայմաններով նաեւ հնարավորությունը մեր հանրությանը այլընտրանքներ առաջարկել եւ ժողովուրդը թող կողմնորոշվի հին, նոր եւ մնացած ներկայացված ուժերի մեջ։